առաջին, հույսով լեցուն։ Երբեմն ասում եմ, որ մեր սերնդի կարգախոսն է կհավատամ, երբ կտեսնեմ։ Մենք ուզում ենք տեսնել մինչև հավատալը։ Իրականում մեզնից շատերը դժվարանում են հավատալ, որ Աստված գործում է մեր կյանքում, քանի դեռ չենք տեսնում մեր բնական աչքերով, որ ինչ-որ բան է կատարվում։ Բայց Աստված այդպես չի գործում։ Նրա աշխատանքը անտեսանելի է։ Գուցե դուք չեք տեսնում, որ ինչ-որ բան է կատարվում, բայց հավատում եք, որ Աստված գործում է ձեր կյանքում հենց հիմա։ Դուք հավատում եք, որ Աստված ծրագիր ունի, որ օգնի ձեր երեխաների հարցում, ձեր ամուսնության հարցում և բոլոր այն հարցերում, որոնց համար տարիներ շարունակ աղոթել եք։ Երեմիա մարգարեության 29:11-ում գրված է, որ Աստված բարի բաներ է ծրագրում ձեր կյանքում, որ ձեզ տա ապագան և հույսը։ Այլ կերպ ասած, Աստված ձեզ բարիք անելու հնարավորություն է փնտրում։ Գուցե դուք չեք կարողանում տեսնել ձեզ որպես դրական, հավատքով և հույսով լեցուն անձնավորություն։ Եթե դուք այդպիսին եք, ես շատ լավ գիտեմ, թե ինչպես եք զգում։ Որոշ մարդիկ պարզապես վախենում են հուսալ, քանի որ նրանք բազում անգամներ հիասթափվել են և չեն կարծում, որ կրկին կարող են դիմանալ հիասթափության ցավին։ Բայց մի մտահոգվեք, քանի որ Աստված հույսի Աստված է, ով լի է ողորմությամբ և նոր սկիզբ է տալիս։ Հռոմեացիների 15:13։ Եվ երբեք ուշ չէ, որ սկսեք հավատալ, ակնկալել, հուսալ և սպասել նրան։ Մեծ սպասումներ։ Հույսի մեր սահմանումն է լավատեսական և վստահ սպասում։ Կարծում եմ հաճախ մենք անգործունյա դիրքորոշում ենք ընտրում, որոշելով սպասել և տեսնել, թե մեր կյանքում ինչ-որ բան կփոխվի կամ ինչ-որ դրական բան կկատարվի, բայց Աստված ցանկանում է, որ նպատակաուղղված սպասենք։ Նա ցանկանում է, որ մենք գործուն կերպով ինչ-որ բարի բան ակնկալենք։ Այնպես որ իմ հարցը հետևյալն է. ինչպիսի սպասումներ ունեք։ Ինչ եք դուք տեսնում ձեր մտքում և երևակայությամբ։ Ինչպես եք դուք խոսում ձեր ապագայի մասին։ Երբ առավոտյան արթնանում եք, արդյոք մտածում եք այսպես. այսօր սովորական օր է, և ես կփորձեմ մի կերպ անցկացնել, թե դուք արթնանում եք ակնկալելով, որ այսօր ձեր կյանքում կարող է ճեղքում լինել։ Երբ կինը հղի է, մենք ասում ենք, որ նա սպասող մայր է, և որքան հղիությունը շարունակվում է, այնքան նա ավելի է սպասում այն իրադարձությանը, որը մոտենում է։ Իմ հղիությունները եզակի բնույթ էին կրում, քանի որ ես կրել եմ իմ 4 երեխաներից յուրաքանչյուրին որոշված ժամանակից մոտավորապես 1 ամիս ավելի։ Իմ բժիշկն ասում էր, որ ես միակ կինն եմ, որին նա ճանաչում է, որի հղիությունը փղի հղիության չափ է տևել։ Երբ իմ հղիություններից յուրաքանչյուրն ավարտին էր մոտենում, ամեն օր արթնանալիս ասում էի. այսօր ծննդաբերության օրն է լինելու, դա պետք է որ այսօր լինի։ Իմ ճամպրուկները հավաքված և պատրաստ էին։ Ես մշտապես ստուգում էի ամեն ինչ, հավաստիանում էի, որ ամեն ինչ պատրաստ էր և վստահ էի, որ իմ փոքրիկն ամեն պահի կարող էր ծնվել։ Ամեն անգամ, երբ ինչ-որ ծակող ցավ էի զգում, մտածում էի. հիմա է, նա ծնվում է։ Աստված ցանկանում է, որ դուք հենց այսպես վերաբերվեք իրեն։ Նա աներևակայելի ծրագիր է կազմել ձեր կյանքի համար, և նա ցանկանում է, որ ակնկալեք իր պատրաստած բարի բաները ամեն քայլափոխին։ Հույսը ասում է. գուցե իմ իրավիճակը երկար ժամանակ է նույնն է, բայց Աստված անհնարին բաների Աստված է և ամեն ինչ կարող է փոխվել։ Դուք հույսի գերի եք։ Ինչպես ասացի, ես ամենաբացասական անձնավորությունն էի, որին ճանաչում էի։ Ես մշտապես տեսնում էի բաժակի կիսով չափ դատարկ լինելը։ Ես դիտարկում էի յուրաքանչյուր իրավիճակ բացասական տեսանկյունից։ Այդ պատճառով էր, որ միշտ դժբախտ էի զգում։ Կասկածները և բացասական վերաբերմունքը տրտմեցնում են մեզ, բայց հույսը ուրախություն է բերում։ Հույս նշանակում է դրական մտածելակերպ և վերաբերմունք ունենալ։ Հույսով լեցուն մարդը կտրականապես հրաժարվում է բացասաբար տրամադրված լինելուց։ Թեև նա գիտակցում է իր կյանքի փոթորիկները և պայքարում է, սակայն հույսով լեցուն է իր մտքում, իր դիրքորոշման մեջ, նաև մարդկանց հետ հաղորդակցվելիս։ Կարծում եմ շատ հաճախ մենք ծուղակն ենք ընկնում, երբ սպասում ենք լավատեսական կամ հույսով լի տրամադրվածություն ունենալուն։
Հուսալը նշանակում է որոշում կայացնել, որ մենք դրական վերաբերմունք ենք ունենալու և չենք ապրելու ըստ մեր զգացմունքների։ Ճշմարտությունն այն է, որ երբ մենք հաստատ որոշում կայացնենք դրական և հույսով լեցուն մտածելակերպ ունենալու մասին, որոշ ժամանակ անց մեր զգացմունքները կհամապատասխանեն այդ որոշմանը։ Ես անչափ սիրում եմ Զաքարիայի 9:12-ը. «Վերադարձեք ապահովության և բարգավաճման ամրոցը, ով հույսի գերիներ։ Այսօր էլ ես ազդարարում եմ, որ կրկնակի չափով վերականգնելու եմ ձեր առաջվա բարգավաճումը»։ Ինչ է նշանակում հույսի գերի դառնալը։ Նշանակում է, որ անկախ այն ամենից, ինչ տեղի է ունենում մեր կյանքում, մենք հրաժարվում ենք թողնել հույսը և վստահում ենք, որ Աստված կարող է օգնության հասնել։ Երբ դուք հույսի գերի եք դառնում, թշնամին չգիտի, թե ինչ անի։ Գուցե նա ընդդիմանա ձեզ բացասական մտքերով, բայց չի կարողանա վնասել ձեզ, եթե վճռեք, որ ամեն ժամանակ լիովին վստահելու եք Աստծուն։ Աստված ցանկանում է օրհնել ձեզ։ Նա ցանկանում է կրկնակին հատուցել ձեզ անցյալի ցավի համար և այն ամենի համար, ինչը կորսվել է։ Այդ մասին կարող ես կարդալ Եսայի մարգարեության 61:7-ում։ Եվ մեր արձագանքը անչափ կարևոր է։ Մեր գործն է հավատալ, վստահել և հուսալ։ Ժամանակն է գցել խարիսխը։ Եբրայեցիների 6:19-ում գրված է. «Այժմ մենք ունենք այս հույսը, անձի հաստատ և անշարժ խարսխի պես, այն սահելով դուրս չի գա և չի կոտրվի այն մարդու ներքո, որ ոտք է դնում դրա վրա»։ Մաս առ մաս դիտարկենք այս աստվածաշնչյան խոսքը։ Կարծում եմ բոլորս գիտենք, թե ինչ է խարիսխը։ Երբ ուզում եք, որ նավը տեղում մնա, դուք խարիսխ եք գցում, և նավը կարող է շարժվել միայն դրա թույլ տված չափով։ Գրված է, որ հույսը անձի խարիսխն է։ Մեր անձը բաղկացած է մեր մտքից, կամքից և զգացմունքներից։ Մեր անձն է որոշում, թե ինչ ենք մտածում, ցանկանում և զգում։ Այսպիսով, ինչ է սա նշանակում։ Նշանակում է, որ երբ ամեն ինչ դժգույն է թվում, երբ մենք չենք հասկանում, թե ինչ է տեղի ունենում, երբ թվում է, թե Աստծո խոստումները երբեք չեն կատարվի մեր կյանքում, հույսը մեր խարիսխն է, որը ետ է քաշում մեզ ասելով. «Սպասիր, այդ ամենը դեռ կատարվելու է»։ Մեկ քայլ առաջ գնանք։ Եբրայեցիների 6:19-ում գրված է, որ հույսը մեր խարիսխն է և որ այն սահելով դուրս չի գա և չի կոտրվի այն մարդու ներքո, որ ոտք է դնում դրա վրա։ Հույսը մեր խարիսխն է և այն խթանը, որը դրդում է մեզ ոտք դնել կամ քայլ անել։ Ոմանք չեն վերապրում Աստծո խոստումները և զորությունը, պարզապես որովհետև նրանք հավատքով քայլ չեն անում։ Քայլ անելն է, որ գործի է դնում Աստծո խոստումները։ Թույլ տվեք մի օրինակ բերել։ Ավելի քան 40 տարի ճանապարհորդում եմ աշխարհով մեկ և սովորեցնում եմ Աստծո խոսքը։ Բայց դեռևս պատահում է, որ մինչև որևէ համաժողովի սկիզբը չեմ զգում, որ օծված եմ, որակավորված եմ և պատրաստ եմ անելու այն, ինչ պետք է անեմ։ Մինչև ամբիոնի մոտ բարձրանալը մտածում եմ. Աստված, ես իսկապես հուսով եմ, որ հայտնելու ես քեզ, հակառակ դեպքում ես մեծ փորձանքի մեջ եմ ընկնելու։ Եվ երբ քայլ եմ անում, որպեսզի կատարեմ այն, ինչը իմ համոզմամբ Աստված խնդրել է ինձ, նա մշտապես գործում է և օգնում է փոխանցել իմ ուղերձը։ Նա նույնիսկ մեկ անգամ չի ձախողել ինձ։ Ձեզնից շատերի դեպքում Աստված պարզապես սպասում է, որ ոտք դնեք այդ հույսի խարսխի վրա կամ քայլ անեք։ Նա պարզապես սպասում է, որ դուք կատարեք ձեր մասը, որպեսզի նա կարողանա հայտնվել ձեր կյանքում և այնպիսի բան անել, ինչը կզարմացնի ձեզ։ Թույլ մի տվեք, որ կյանքի հանգամանքները հեռացնեն ձեզ ձեր ընթացքից։ Գցեք ձեր խարիսխը և ոտք դրեք հույսի հաստատուն հիմքի վրա, քանի որ երբ հուսաք Աստծուն, չեք հիասթափվի։